Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ երկինս է սուրբ եղիցի ակնքով, եկես է արքայություն քո եղիցին կամքով, որպես երկինս և երկրիեսած մեր հանապազոր մեզ այսօր, և թող մեզ պարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտականած, և մի տանիրս մեզ ի փորձություն ասմրկյաց մեզ ի չարեր, զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, ես արաստված կարդացին և նա լվավ ինձ երեկոյիսի բաղորդայն և ասարական։ Սպասեի աստուծոյի որ և աղում էի կենարանի, որ բրկեց արայսուկ և մեծությունը։ Փառքոր և որդվո և ոգվին սրբով, Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն, մեր ևս խաղաղությանս Տեր Աջեսուս, ընկալկեցո և օրհնյալ։ օրհնություն և փառք, հոր և որդվո և ոգվին սրբով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Արեցո Տեր զուգն քո և ուրից, իաստակ և տնակ և ես, վայրազանին զուգրել և գաստարես քո աստվածին, որ ընկես ուսացավ, ողորմյանից Տեր, իարկես արկից զորանապաս, ուրախար զանձն ծարայի քոց, իարկես Տեր անված զանձնի, դու Տեր գասել և ուգլես, բազում հորվար ամենեսյան որ կակալակ ես, ու կնդի Տեր աղոքի ծիմոց և նայից ընտրվածած ծիմոց, հավորներ ոգրին ոգարնոցի արկես և լվարին, ոչ ոգե նման քեզ աստվածս Տեր է, ոչ ոգե որպես գործս քո, զամեն ասպես զորարարել եկեսեի մեկին բարձր առաջի քո և խարավոր արաստած զամին քո ամիտյան, մեծ ես դու Տեր և աղես կանչելիս և դու միայն ես աստված, առաջնորդային իջարամարի քո և վրացին ճշմարտության նոր, և ուրախ երկիր չերդի մերկե չլամբանետում են, ոստովան եղեց արկես Տեր աստվածին, բոլորով սրդի իմով, պարավոր արաստը զամին քո ավիտյան, մեր ջերեջրերին օրնություն կոտեր և պրկենդես զատին դժապոսնեքնով, աստված անորեն հայանի վերային և ժողովը զորացմնթեցի զանձնին և ոչ համարես ծնծկեց աստված առաջի ուրյան, հաջուտեր աստվածին կտատես ձեր ողորման ձեր կերանիք բազմորն ու ճշմարիտ նայարը ձեր ողորմեին, ու զորություն ծավայի քո կեցո զորքի աղմուկ քո և արարեց բժան բարության, ձեր ծրավելիքին և ամաճերձեն, զուգելով մեզերի ձերով կտարեցներ ձեզ, պարքոր և որդքո և ոգույն սրբով, այժմ երկրս և հավիտյանս հավիտենից ամեն, փառք քեզ Աստված, փառք քեզ հնագս ամենայնի Տեր, փառք քեզ։ Եվ ևս խաղաղությանս Տեր Աջեսուս, ընկալկեցո և օրհնյալ։ Կեցո Տեր և ողորմյալ, ողջույն և փառք, հոր և որդվո և ոգվին սրբով, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ ապրեցոցից Տեր մարդո չարե արնեման իրավ է փրկյազից, որ ծանծանարից ունի սիրտես յուրան զուրանուն է պատվազեցանի պատերաս, սրեցին զլեզուց յուրան որպես ոցի և կուն եշիցին և նո շրտանց մոցավ, հայացը Տերի նրազին տնավորել և մարդո չարը փրկյազից, խորեցան կապանս գնացը սիտ խաղիցին ամբար զարանը գողոգայտնից, դարը ձգեցի որոբեր բուզեցին խոշում ժարողի մոգետինից կայտարկություն, ասացի Տեր աստվածին ես ու կնդին Տեր ձայն աղոքի ծիմոց, Տեր Տեր զորություն
Օրհնյալ Տեր, որ բնակյալ տեսի բարձուց, եւ օրհնյալ է փառք մեծության քո, որ հաստատեցերս լուսավոր սի բարձուց երկնից զրույց սակեցեր, ընդամենային քեզերս, արարեր զարեգակն լուսատու տվնջան, զլուսինը եւ զաստեղս լուսատու գիշերով, եւ զլույս ճրակի, դու ես լույս կովելի սուրբ եւ առաջին լույսը, իքեր փախնող խավարը, եւ զլույս քո կենքանին, Տեր ծակե սիրտս մեկ, եւ մեկ միաբան ասացու, օրհնյալ է անուն սուրբ առածքոց, եւ քեզ երկեմ, զորնություն եւ սպարս, հոր եւ որդու եւ օգնին սրբով, այժմ եւ միշտ եւ ավիտյան սավիտենից, ամեն։ Ասյալ սիժան երեկույս, ամենական ապարնալով ձերս մեր, հարավորև ձեզ կեզներ աստված մեր, որ շորեցեր մեզ տիվս խաղության մատուցաներ, և հասանի դիժան երեկույս, բաժանապույած մեզ տեր սուրբ սրտի վրեշնակային, երկով խաղալություն մատուցաներ, կյանացուց ամենականի, կեցո և ողորմյա, Կեցո Տեր եւ ողորմյա, ողորմյաս մեզ տեր աստված մեզ, ասպետի ողորմությանքում, ասացուց ամենականյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, հասյալ քսիշամ երեկոյիս, ամենեքյան անդադար փառավորեմ, ըսայն եւ զորքի եւ սուրբ հոգի, այժմ եւ միշտ եւ հավիտյան սավիտենից, ամեն։ Ալելույա, ալելույա, բերան արդարո պատմես իմաստություն և լեզուն օրա խոսեսցիս իրավունս, մի նախանձիր ընդչարս և մի ընդայնոսիկ ոյ գործեն զանոյրությունս, ընթերցում ծննդոց գրքից։ Իսկզբանե աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրը անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա, և Աստված ասաց, թող լույս լինի, և լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը լավ է, և Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը կոչեց գիշեր։ Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ, օր առաջին։ Աստված ասաց, թող տարածություն առաջանա ջրերի միջև, և ջրերը թող բաժանվեն ջրերից։ Եվ եղավ այդպես, Աստված ստեղծեց տարածությունը, որով Աստված տարածության ներքևում եղած ջրերը անջրպետեց տարածության վրա եղած ջրերից։ Աստված տարածությունը կոչեց երկինք, Աստված տեսավ, որ լավ է, և եղավ երեկո, և եղավ առավոտ, օր երկրորդ։ Աստված ասաց, թող երկնքի տակ գտնվող ջրերը հավաքվեն միտեղ, և երևաց ցամաքը, և եղավ այդպես։ Երկնքի տակի ջրերը հավաքվեցին միտեղ, ու երևաց ցամաքը։ Աստված ցամաքը կոչեց երկիր, իսկ հավաքված ջրերը կոչեց ծով։ Աստված տեսավ, որ լավ է, Աստված ասաց, թող երկիրը իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող դալար բույս և իր տեսակի ու իր նմանության սերմը պարունակող իր տեսակի միրգ տվող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրա։ Եվ եղավ այդպես, հողը ամբողջ երկրի վրա ցանելու սերմը իր մեջ պարունակող դալար բույս և իր տեսակի սերմը իր մեջ պարունակող միրգ տվող ծառ աճեցրեց։ Աստված տեսավ, որ լավ է, և եղավ երեկո, և եղավ առավոտ, օր երրորդ։ Աստված ասաց, թող լուսատուներ լինեն երկնքի տարածության մեջ, որպեսզի լուսավորեն երկիրը և իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը։ Դրանք թող լինեն, որպեսզի ցույց տան տարվա եղանակները, տոնական օրերն ու տարիները։ Թող լինեն, ծագեն երկնքի տարածության մեջ, երկիրը լուսավորելու համար։ Եվ եղավ այդպես, Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուներ, մեծ լուսատուն ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն գիշերն իշխելու համար։ Ինչպես նաև աստղեր, Աստված դրանք դրեց երկնքի տարածության մեջ, երկիրը լուսավորելու համար, ինչպես նաև ցերեկվա ու գիշերվա վրա իշխելու, և լույսն ու խավարը իրարից բաժանելու համար։ Աստված տեսավ, որ լավ է, և եղավ երեկո, և եղավ առավոտ, օր չորրորդ։ Աստված ասաց, թող ջրերն արտադրեն կենդանության շունչ ունեցող զեռումներ, և երկրի վրա ու երկնքի տարածության մեջ թող թևավոր թռչուններ լինեն, և եղավ այդպես։ Աստված ստեղծեց խոշոր կետեր, կենդանության շունչ ունեցող ամեն տեսակ զեռումներ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, և ամեն թևավոր թռչուններ ըստ տեսակների։
Աստված տեսավ, որ լավ է, Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցեք, բազմացեք եւ լցրեք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրա»։ Եվ եղավ երեկո եւ եղավ առավոտ, օր 5-րդ։ Աստված ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»։ Եվ եղավ այդպես. Աստված ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններին իրենց եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով։ Աստված տեսավ, որ դրանք լավ են, եւ ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ։ Նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան ու արու եւ էգ ստեղծեց նրան։ Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցեք, բազմացեք, լցրեք երկիրը, տիրեցեք դրան, իշխեցեք ծովի ձկների, երկնքի թռչունների եւ ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»։ Աստված ասաց. «Ահա ձեզ տվեցի ողջ երկրի վրա տարածված սերմանելի բոլոր բույսերի սերմերը եւ իրենց մեջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը։ Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրա սողացող բոլոր սողունների, բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»։ Եվ եղավ այդպես. Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է, եւ եղավ երեկո եւ եղավ առավոտ, օր 6-րդ։ Այսպիսով Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը եւ կարգավորեց դրանք։ Աստված 6-րդ օրն ավարտեց արարչագործությունը եւ իր կատարած բոլոր գործերից հետո 7-րդ օրը հանգստացավ։ Աստված օրհնեց 7-րդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստված հանգստացավ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել։ Այս է երկնքի ու երկրի արարչության պատմությունը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկրի վրա դեռ ոչ մի տունք չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բույս չէր աճել, որովհետեւ Տեր Աստված անձրև չէր տեղացրել երկրի վրա, եւ մարդիկ չկար, որ մշակեր հողը, բայց աղբյուր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը։ Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց։ Եվ մարդն եղավ կենդանի էակ։ Աստված դրախտ տնկեց Եդեմում, արևելյան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ Տեր Աստված երկրից բուսցրեց նաեւ ամեն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տվող ծառեր, իսկ կենաց ծառը, բարու եւ չարի գիտության ծառը, տնկեց դրախտի մեջտեղում, գետ էր բխում Եդեմից, որպեսզի ոռոգեր դրախտը։ Եվ այնտեղից բաժանվում էր 4 ճյուղերի, մեկի անունը Փիսոն էր։ Նա է, որ պատում է ամբողջ Եվիլատ երկիրը, այնտեղ ուր ոսկի կա։ Այդ երկրի ոսկին ազնիվ է, այնտեղ կա նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը։ Երկրորդ գետի անունը Գեհոն է։ Նա պատմում է եթովպատված երկիրը։ Երրորդ գետը Տիգրիսն է, սա հոսում է դեպի Ասորեստան։ Չորրորդ գետը Եփրատն է։ Տեր Աստված իր ստեղծած մարդուն տեղավորեց բերկրության դրախտում, որպեսզի սա մշակի ու պահպանի այն։ Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտության ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»։ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ կլինի։ Նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար»։ Տեր Աստված ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մոտ, որ տեսնի, թե Ադամը ինչ անուն կտա դրանց, եւ Ադամն ինչ անուն որ տար ամեն մի կենդանուն, այն էլ կլիներ դրա անունը։ Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տվեց անուններ, բայց Ադամը չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական։ Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա եւ սա քնեց։ Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց։ Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ։ Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին իմ մարմնից,
թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց։ Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հորն ու մորը պետք է իմանա իր կնոջը և երկուսը պետք է լինեն մի մարմին, և երկուսն էլ Ադամն ու իր կինը մեկ էին ու չէին ամաչում։ Օձը երկրի վրա Աստծու ստեղծած բոլոր գազաններից ավելի խորամանկ էր։ Օձն ասաց կնոջը. «Ինչու Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»։ Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել»։ Սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և չմոտենաք, որպեսզի չմեռնեք»։ Օձն ասաց կնոջը. «Չեք մահանա, որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման, կիմանաք բարին ու չարը»։ Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և գրավիչ ըմբռնելու համար։ Նա առավ նրա պտղից, կերավ և տվեց հանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ դրախտում, ամաչեցի, որովհետև մերկ էի, և թաքնվեցի»։ Աստված ասաց նրան. «Ով հայտնեց քեզ, թե մերկ ես, արդյոք կերար այն ծառի պտղից, որից պատվիրել էի, որ չուտես»։ Ադամն ասաց. «Այս կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց ինձ ծառի պտղից, և ես կերա»։ Տեր Աստված ասաց կնոջ. «Այդ ինչ ես արել»։ Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, և ես կերա»։ Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծյալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մեջ, քո լանջի ու որովայնի վրա սողաս ողջ կյանքումդ, հող ուտես։ Թշնամություն պիտի դնեմ քո և այդ կնոջ միջև, քո սերնդի ու նրա սերնդի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։ Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։ Աստված Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառի պտղից, որից միայն քեզ պատվիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծյալ լինի երկիրը քո արատի պատճառով։ Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին։ Հուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, և դու դաշտային բույսերով սնվես։ Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալը, որից ստեղծվեցիր, որովհետև հող էր և հող էլ կդառնաս։ Եվ Ադամն իր կնոջ անունը դրեց Կյանք, որովհետև նա է բոլոր մարդկանց նախամայրը։ Տեր Աստված Ադամի ու նրա կնոջ համար կաշվից գեստներ պատրաստեց և հագցրեց նրանց։ Տեր Աստված ասաց. «Ահա, Ադամը դարձավ մեզ նման մեկը, նա գիտի բարին և չարը։ Ահ, գուցե նա ձեռքը մեկնի, խաղի կենաց ծառից ուտի և անմահ դառնա»։ Եվ Տեր Աստված արտաքսեց նրան բերկրության դրախտից, որպեսզի նա մշակի այն հողը, որից ստեղծվել էր։ Աստված դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրության դրախտի դիմաց և հրամայեց քերովբեներին ու ոտսեղեն սրին շուրջանակի հսկել դեպի կենաց ծառը տանող ճանապարհները։ Ընթերցում առակած գրքից. Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով։ Իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշներ արհամարում են իմաստությունն ու խրատը։ Լսիր որդյակ, հորդ խրատը, և մի մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկի մանյակ քո պարանոցին։ Ընթերցում Եսայի մարգարեից. Մխիթարեցեք իմ ժողովրդին, ասում է Աստված։ Դուք քահանաներդ Երուսաղեմի սրտով խոսեցեք և մխիթարեցեք նրան, որովհետև նա լի է տառապանքով, թող նրա մեղքերին թողություն լինի,
Քանզի իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։ Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցեք մեր Աստծու շավիղները։ Բոլոր ձորերը պիտի լցվեն եւ բոլոր լեռներն ու բլուրները պիտի ցածրանան, դժվարին տեղերը պիտի դյուրին դառնան եւ առապարները դաշտեր։ Պիտի հայտնվի Տիրոջ փառքը եւ ամեն մի մարմնավոր պիտի տեսնի Աստծու փրկությունը, քանզի Տերը խոսեց։ Մի ձայն ասում է. կանչի, ասում եմ ինչ կանչեմ։ Իմացիր ամեն մարմին նման է խոտի եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի։ Խոտը չորանում է, նրա ծաղիկը թափվում, որովհետեւ նրա վրա փչում է Տիրոջ շունչը։ Արդարև իմ այս ժողովուրդը նման է խոտի։ Խոտը չորանում է, ծաղիկը թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան։ Ումիր եղեցին աղոտին, ամբարձումը ձերացմոտ, ասարակ երեկոյի, և եղս վանաղությանս թերավաճեսում, Տեր ողորմյա, հաճեսում ամենական աստված հայրյաշներում Քրիստոսի, ըստակավորն խաղաղության, աղավես խաղաղության և վասններն, սուրբ կաթոլիկի և առակետական եկեղեցու, և պատուր համաս խաղաղության կացենես դերասնացներ, և խաղաղորս խաղաղարարս առակեսցեարմեր, կասնմեցի սուրբ և ահավուն անվայյուրով, ըսպետս կավարած զորավարս, զորագրուխս, ժողովուրդս, մոտս և զրսմեր խաղաղության պարեստեր և զամենայն շամենավորնս հշտակնի խոտակեսցեին է, տեն ամենական Եսուսը և ողորմեսի, զերևես ներդյան և առաջիկա գիշերես խաղաղության խաղաղութանել հավատով, իկյարներ հտրեսուշ, զրեշտակ խաղաղության խաղաղանան դանցներոց, իկյարներ հտրեսուշ, ըստամություն և ըստամություն անցանացներոց, իկյարներ հտրեսուշ, սրբով խաչին մեծ և կարուր զորություն օգնություն անձանցներոց, իկյարներ հտրեսուշ, և ևս միաբան վասն ճշմարիտ և սրբավագույցներով սերավաճեցու, Սանձինս մեր ևս միմյանս յարնաստուց ամենակարին, ազնարաստու, ողորմյացնես Տեր Աստված մեր ըստ մեծի ողորմությանքում, ասաստուց ամենեքյան միաբանության, Նոր ձայնից մերոց ընկալ զավաճանս մեր, Սամբարձումը ձեղած մերոտիրս մարսալ, սրբելով զերեկոյի պակրակսներով դամշից յաջուց կեզով, ավելի մեծներն ամենակալ սաղան դրսուց սսել և զամենայն բոլորս հալակինություն։ Որպեսի միշտս կամոց բարեսիրած կրոնավորյալ բարեկաշության ու և միշին, Արժնավոր գերություն կաղաքսանցանցներով տրկության ու դարսնոքելով գնանց դարաշտակից, և գտանել դուքեն շնորս և զորունություն, և գանելով հարավորություն, ծայրացնոք և ուսմուքովի, այժմ և միշտ և ավիտյան սակիգնից ամեն, խաղություն ամենացում։ Երեքով գոյքում, Աստուծո երկի, Քեզ երկիր բականելով ներասնված, Գանանս կենայակս խաղաղության անցուցանելու ինվերս հետ կարգաշունը, Դուր մեզ մեր առաջոնս կեզերել ես ես առաջիկաս իշերս, Առանց մեղած և անկայթակության անցուցան, Աստատում գալ և մնալի աղավ, ուրիշի սեր և պատմյան ախաղության, Ընտրելով խաղաղություն ամենայն աշխանի և եկերից ողում սրբոս աստատություն և անձանց մերոտս պրդություն, որպես ընդունելով ինքնից այցվածս և զմեծ վարջական բարականություն միշտի բարձումս աղեքեսուտ ամենազորներությանը, Քրիստոս Աստված, այժմ և միշտ և ավիտյան սահինից։ Ամեն։ Զոր Աստվածուն և Աստվածուն և ամա, որ երկն և գալով ես որմյամես, Զոր Աստվածուն և Աստվածուն և ամա,
եւ ամենայն վտանգից մերոց Եվ ևս խաղաղությանս ներավաճեցու, վասուրսելի լինելով յարդարձու ձայնի աճանացներով, բարեխոսության ծուված բացածին և չանելով իվերամեր ողորմության և գիտության յարդարձու, ամենակապտեր ասպասմեր կեցո և ողորմյա, Կեցոտեր եւ ողորմյա օրնություն եւ փառք, Հոր եւ Որդվո եւ Ոգվին Սրբով, այժմ եւ միշտ եւ ավիտյան սավիտենից, ամեն։ Ամբարձի զայցինելերեն, սուստներ գեսեն զատնություն, Park or
Զաստակություն և անձանց կրոքություն, հիվանդատ, ուշտացելով ճանապարհորդած, նահորդած, ոսկրվանողած, ապաշխարողած և ողորմոցնած, զիդուտեր ամենակարին եսվետիսմերից տարիս արարական ողորմության միլիմանը և կեզով նորքով ամենասնքով բայրըմար, իշխանություն և պատիվայրություն և ճիշտ ուրալիքյան ասագիտից։ Ամեն։ Խնդրեմ, որ ովքեր նստած են, ոտքի կանգնեն ավետարանը ընթերցելու ժամանակ։ Ընտյարն մերո Հիսուսի Քրիստոսի։ Եվ մինչ Հիսուս Երուսաղեմ էր գնում, մի կողմ տարավ 12 աշակերտներին և ճանապարհին ասաց նրանց. ահա գնում ենք Երուսաղեմ, որտեղ մարդու որդին պիտի մատնվի ավագ քահանաների և որոնքի ուսուցիչների ձեռքին, որոնք մահվան պիտի դատապարտեն նրան և ապա հանձնեն հեթանոսներին, որոնք պիտի ծաղրեն, ծեծեն և խաչ անեն նրան, բայց նա երրորդ օրը հարություն պիտի առնի։ Այն ժամանակ Զեբեդեոսի որդիների մայրը իր զավակների հետ մոտեցավ Հիսուսին և ծնկի գալով մի բան էր ուզում նրանից։ Ինչ ես ուզում, հարցրեց Հիսուս։ Խոստացիր, որ իմ այս երկու զավակները պիտի նստեն քո արքայության մեկը քո աջ կողմում, իսկ մյուսը ձախ։ Հիսուս պատասխանեց. չեք իմանում, թե ինչ եք ուզում, կարող եք խմել տառապանքի այն բաժակից, որից ես խմելու եմ, կամ կարող եք հանձն առնել այն մկրտությունը, որով ես մկրտվելու եմ։ Կարող ենք պատասխանեցին նրան։ Հիսուս նրանց ասաց. արդարև դուք պիտի խմեք այն բաժակից, որից ես եմ խմելու և պիտի մկրտվեք այն մկրտությամբ, որով ես եմ մկրտվելու, բայց իմ աջ և ձախ կողմերում նստելը իրավունքը ես չեմ տալու, այլ այդ տեղերի իմ հայրը պիտի տա նրանց, որոնց համար պատրաստել։ Երբ մյուս 10 աշակերտները լսեցին այս, բարկացան երկու եղբայրների վրա։
Հիսուս իր մոտ կանչեց բոլորին եւ ասաց. Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են իրենց նպատակների վրա եւ ղեկավարները իշխում են իրենց ժողովուրդների վրա, բայց ձեր մեջ այդպես չպետք է լինի։ Եթե ձեզանից մեկը ուզենա մեծ լինել, ձեր սպասավորը պետք է լինի։ Եվ եթե ձեզանից մեկը ուզենա առաջինը լինել, ձեր ծառան պետք է լինի։ Որովհետև մարդու որդին չեկավ ուրիշների ծառայությունը ընդունելու, այլ ծառայելու եւ իր կյանքը տալու որպես փրկագին շատերի համար։ Ընտրեցուք հավատով ներողության միջաններ, դիժոնության շնորհացի գրաններ, Էնայնաշարքեչուստե և օրմեսի, Կանայք և աղջիկները խնդրեմ աղետարանին մոտենալուց մոմավաճառի մոտից գլխաշորերը վերցնում եք, նոր մոտենում։